Մի քանի տարի շարունակ քննարկվող Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման հարցը նոր փուլ է մտել։ Անցած տարվա վերջին քաղաքապետարանը թույլատվություն է տվել Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը հին Համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման համար։ Այս թույլատվությունը ապօրինի է, համոզված է շենքի համահեղինակ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը։ Քանդման թույլտվությունը չեն տալիս առանց առկա եղած, գոյություն եղած հաստատված վերակառուցվող և ապամոնտաժման նախագծերի։ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը ոչ միայն պատմամշակութային, այլև ստրատեգիական դեր ունի Հայաստանի համար։ Նոր օդանավակայանը ընդամենը բիզնես ծրագիր է։ Եվ ինչպես բոլորը շատ լավ հասկանում եք, բիզնես ծրագիրը ցանկացած րոպեին կարող է փակվի։ Հին օդանավակայանը դա մեր վերջի այն միջոցն է, մեր հնարավորությունն է խուսափել ամբողջական շրջափակումից։ Իսկ առանց էստակադայի օդանավակայանի շենքը պահելն անիմաստ է։ Այս էստակադան, որ ամբողջությամբ ներսով, նայեք այստեղ պտտվում է և միացնում է երկու օղակները։ Դա շատ կարևորագույն ինժեներական մասն է օդանավակայանի և եթե այդ մասը քանդվում է, օդանավակայանը այլևս որպես օդանավակայան չի կարողանում գործել։ Քաղաքապետարանի բացատրությունը, թե թույլատվությունը տրվել է հաշվի առնելով սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության հաշվետվությունը, նույնպես չի բավարարում ճարտարապետին։ Դա բացարձակապես սուտ է։ Ժամանակին որպես ստրատեգիկ օբյեկտ օդանավակայանը նախագծվել է և կառուցվել է ատոմային կայանին համապատասխան սկզբունքներով։ Այս հարցը բազմիցս քննարկվել է նաև հանրային խորհրդում, որի կարծիքով որոշումը ձեռնատու պետք է լինի բոլոր կողմերին։ Պիտի էլի քայլեր ձեռնարկենք, դիմենք նորից կոնցեսիոներին և առաջարկենք, որ նրանք մեկ անգամ ևս իրենց ճարտարապետական խմբին, որոնք նախագծման առաջադրանք են ստացել, մեր ճարտարապետների հետ մեկ անգամ ևս քննարկեն նախագծի հետագա նախագծման ընթացքը և ստանան ընդունելի լուծումներ։ Ի դեպ, մի խումբ ճարտարապետներ պատրաստվում են դիմել քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարանի տրված թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով։